չմտնեք քաղաքականություն եւ ձեր նկատմամբ հարուցված բոլոր քրեական գործերը կկարգվեն այդ թվում նաեւ հեծի վերաբերյալ կարող հրապարակել, ես ասեցի դա իմ ընկերներից մեկն է։ Այսինքն ձեր ընկերոջ միջոցով են ձեզ տեղեկատվությունը փոխանցել, բայց ձեր ընկերոջ անունը չեմ ցույցանալ, ուզում ենք իմանալ իշխանության որն է։ Իմ ընկերից ասել է իշխանությունների կողմից անուն չի տվել։ Պարոն Կարապետյան, իշխանության ծրագրում այդուհանդերձ շարունակում է ունենալ ամենայն հայոց քաղաքացիների ներկայից հեռացնելու պլանը։ Դուք ինչպես եք կարողանալու ձեր ձևով կանխել այդ պլանը։ Միսի 7-ին մենք մեր ձևով կանխենք այդ պլանը։ Դուք ասում եք, որ 100%-ով հաղթել եք, պարոն Կարապետյան, բայց այդուհանդերձ այդ հաղթը առաջանում է։ Կասկածում եք։ Ես հասկացում, բայց ես նաև ունեմ հնարավորություն այդ հարց տալու ձեր հիմնավոր կասկածը չասեմ, բայց Չեք տեսում հիմնավոր կասկածը հիմա մոդա չի։ Նույնիսկ դատարանները հաշվի չեն առնում այդ հիմնավոր կասկածները։ Պարոն Կարապետյան, առաջնային բարձր պաշտոններում ում եք նշանակելու, ունեք արդեն քննարկումներ։ Պարոն Կարապետյան, նիստ ըստ էության Դուք ուզում եք Նախագահ, ազգային ժողովի նախագահ։ Ուզում եք մեր բոլոր գործընկերներին կալանավորեն, չհասնենք ընտրության։ Ուզում եմ ասեք, կան քննարկումներ, թե ոչ թե հենց անուններ Կան կոնկրետ որոշումներ։ Իսկ ինչպես են մանդատները բաժանվելու դաշինքի մեջ, չէ՞ որ ուրիշ ուժեր են միացել ձեզ։ Մենք ունենք։ Դուք նայել եք։ Ունեք հստակ որոշում։ Նախընտրական ցուցակը հրապարակված է, գործընկերներ, ցուցակը հրապարակված։ Ցուցակը падգամավորների մասին է, ես խոսում եմ բարձ ոչ, ես մանդատ չեմ ասել, պարոն Վարդևանյան։ Ես ասել եմ առաջնահերթ պաշտոններում ում եք պատրաստվում նշանակել։ Կան որոշումներ, թե ոչ։ Օրը կգա բարին հետը, բոլորդ կիմանաք։ Եվ պարոն Կարապետյան, Ռուսաստանի Դաշնությունից բերված քաղաքացիների վերաբերյալ ձեր դիրքորոշումը նաև կխնդրեմ լսենք, որովհետև իշխանությունները մեղադրում են, որ 100,000 քաղաքացի է դրսից բերվելու, որպեսզի քվեարկեն ուժեղ Հայաստանի օգտին։ Իդեպ էկոնոմիկայի նախարարն էլ նշում էր, որ իրենք գալու են եւ հարմար պահն է կուղարկեն զորավարժությունների հետանոր կալուգա։ Թող ուղարկեն։ Բայց գալու են մարդիկ, դուք բերելու եք մարդկանց, որ քվեարկեն ձեր Մենք ոնց բերենք, ես տնային կալանքի պայմաններում եմ։ Իրենք ազատության մեջ են։ Փաշինյանը ասեց, ով գա, իրենց է քվեարկում։ Նշանակում է Փաշինյանը բերում այդ մարդկանց։ Փաշինյանը համ այդ մարդկանց է բերում, համ ուրիշ ֆոկուսներ է անելու։ Դրա համար, որ իմանամ կանխեմ, բայց վստահ եմ անելու է։ Իսկ ինչպես եք պայքարելու իրենց հանրահավաքի դեմ, որը կարող է փողոցները հեղեղել ամսի 8-ին։ Դրա մասին մտածել եք։ Երբ գաք իշխանության։ Ձեզ թվում է հիմա Փաշինյանը այդքան համախոհներ ունի, որ փողոց հեղեղի։ Չեք տեսնում, Փաշինյանը բարձում է ավտոբուսները, տանում է նույն մարդկանց, ելույթ է ունենում, նստացնում ավտոբուսները հետ է ուղարկում։ Ինչով հեղեղի։ Փաշինյանը արդեն ճանապարհի վրա է։ Մենք իրեն օգնելու ենք հունիսի 7-ին հասնի տեղ։ Դրա համար հանգիստ եղեք։ Պարոն Կարապետյան, տեսեք, գնալու եք ընտրել ձեր գյուղում, որտեղ որ գրանցված եք, թե ըստ բնակության վայրի։ Ըստ բնակության վայր։ Ըստ բնակության վայր։ Ստիպված ենք։ Պարոն Կարապետյան, տեսեք, Գնաց ուրախ կլինեի, գնայի գյուղում ընտրեի։ տեսեք, գործընկերոջս հարցը շարունակելով, հա, եթե նույնիսկ ձեր հաղթանակի դեպքում հնարավոր չեք համարում, որ այս իշխանությունները այլևս որպես թեկուզ որպես ընդդիմություն փորձեն վիճարկել ընտրության արդյունքները, հիմքում դնելով նաև այս քրեական հետապնդումները, նաև ձեր կուսակցության վերաբերյալ ձայնագրությունները։ Իմաց չեմ տեսնում իշխանությունների համար։ Դրանով ինչի են հասնելու։ Բայց հնարավոր համարում եք, որ ընտրությունները իրապես արդար կլինեն։ Հնարավոր համարում եմ։ Ասինք խելագար, խոմ այդքան խելագար չեն, որ բռնեն ընտրությունները փչացնեն։ Շնորհակալություն։
Շնորհակալ։